Քաղաքացիները տեսնեն այս խախտումների տեսակները, որպեսզի հետագայում ու անցնենք այդ ամենաարդիական հարցի քննարկմանը։ Ես տեսել ենք ընտրության օրը։ Հնարավորաբար բանկա չեք տեսել, օրինակ գյուղապետկա։ Դուք տեսել եք, հարգելի փայլա, քաղաքացիները չեն տեսել։ Հիմա այս ասուլիսի նպատակը դուք զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ եք, ով իրազեկ է հետևել է process-ին։ Բազմաթիվ քաղաքացիներ կան, չեն տեսել այս ամեն ինչը։ Նպատակն է քաղաքացիներին իրազեկել, հասցնել այս տեղեկատվությունը, հատկապես որ մենք առավել հասանելի աղբյուրներից լրատվական օգտվելու հնարավորություն չունենք։ Օրինակ, սա տեսել եք, սա մեր վստահված, այո, Լիճ գյուղում մեր վստահված անձն է, ով ընդհանրապես դիտողություն է արել, որովհետև տեղին նկատառում է պահանջել արձանագրեն, որովհետև քաղաքացիական պայմանագրի 3 վստահված անձ են ներկա գտնվել տեղամասային կենտրոնում, ինչի իրավունքը չունեն, յուրաքանչյուր ուժ կարող է ունենալ 2 վստահված անձ։ Այո, այս էլի ԶԼՄ-ներից տարածել են, այդ հետքերով հանցագործության մասին հաղորդում է համարվում։ Մի քիչ ժամ անց, երկարատև ժամանակ անց մեր վստահված անձը դուրս է գալի, քաղաքացիական պայմանագրի վստահված անձը, որը կրկին այս անգամ վարչական շրջանի ղեկավար է, հարձակվում են եւ բռնություն են կիրառում մեր վստահված անձի նկատմամբ։ Մասիսում նաեւ այնտեղ է տեստրված։ Այս զինվորների հայտնի դեպքերը, երբ որ եկան, իդեպ 2 տեղամասային կենտրոնում ակնհայտ անվավերության արդյունքների հիմք կա, որովհետև այստեղ այո, եթե մարդը ժամը 8-ին 1 պակասել մտնում է տեղամասային կենտրոն, ինքը իրավունք ունի ու հանձնաժողովն է պարտավոր է ապահովել քվեարկությունը, բայց այստեղ ակնհայտ նախ խախտումը նրանում է, որ ուղղորդում է զինվորներին արհեստական կերպով չանհասկանալի բերում են հենց վերջի րոպեին, երկրորդը թե այս թե հայտնի մեղրու տեղամասային կենտրոններում իրենք պարտավոր են ընտրողները գտնվել տեղամասային կենտրոնի սենյակում տեսանյութի վերահսկողության ներքո, իսկ եթե 2 տեսանյութերն էլ դուք ուսումնասիրեք, զինվորները պարբերաբար տարբեր սենյակներից մուտք են գործում, ինչը արդեն գործընթացի խախտում է եւ իրավունք չունեն, հա, ներկա գտնվելու։ Կներեք, սա այն հայտնի դեպքն է, որ քվեաթերթիկը դուրս է բերվել, հեսա ակնհայտ, ցույց ենք տալիս, որ քվեաթերթիկը դուրս է քաղաքացին բերել եւ աղբար կղում է հայտնաբերվել։ Սա մեր դեպք է, որ քաղաքացիներին, սա շատ տարածված դեպք, շատ դեպքերում քաղաքացիներին տրվել է 2 հատ 3-րդ համարի քվեաթերթիկ, ինչու, որպեսզի մարդը մեկը ներդե աղբար կղը, եթե անգամ 3-րդ չէր ընտրելու ավելի լավ, 2-ը, եւ հա, կներեք, ինձ թվաց այն կողմից է, որովհետև ասել են ձայն միացված չի լինելու, ինձ թվաց այնտեղից է մի բան միացված։ Հիմա ու այս պարագայում ինչ են անում, 2 քվեաթերթիկ 3-րդը տալիս էին որպես կանոն, մարդիկ գնում են, 2-ը նետում են, մեկը ընտրում են, մեկը նետում են աղբարկղ ու սկսում է 3-րդները սպառվել։ Արդյունքում մի շարք տեղամասերից մենք ահազանգ ունենք, որ օրինակ 3-րդ քվեաթերթիկը արդեն ավարտվել է ու ֆիզիկապես չեն հասցնելու ընտրատարածքայինները հասցնել այդ 3-րդ քվեաթերթիկը ու մարդկանց տրցակները առանց 3-րդ քվեաթերթիկ են դրվում։ Իդեպ համատարած սխալեր նաև հարգելիս տեսեք դուք էլի եմ ասում ձեր մեր այո, մեր կանխավարկածով մի առաջնորդվեք, ես մարդ եմ, ով գնացել է ընտրությունները վերահսկել, օրինակ խոր գյուղերում, օրինակ Վաղարշապատի Մոնթեավան գյուղում, այնտեղ քաղաքացիները կաշկանդված են, այն էլ երբ ընդդիմադիր ուժեն քվեարկելու, երբ որ գալիս է իր տրցակի մեջ, դա շատ հայտնի խախտում է, որը 21 թվականին են վերհանել, երբ որ մարդը գյուղում գնում է եւ որտեղ համայնքապետարանը ըստ էության իր գյուղապետը հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ է ու այդ ընդդիմադիր քվեաթերթիկը տրցակի մեջ չի գտնում, ինքը երբեք չի ասի, որ չկա իմ ուզած ուժը, կարող է առավելագույնը չքվեարկի որևէ մեկին կամ ինչ որ այլ ընտրանքային ուժի քվեաթերթիկ տեղադրի դուրս գա։ Կրկին դեպքեր, որ քաղաքացին ակնհայտ քվեաթերթիկների հետ process է անում եւ քվեաթերթիկները վերցրած դուրս է գնում, անգամ տեղադրում է պայուսակը։ Այստեղ մեր քվեաթերթիկի անվավեր տպագրված պատկերն է։
Այստեղ տեսախցիկները իդեպ մի շարք տեղամասային կենտրոններում տեսախցիկները կապարակնքել ենք ու նորից փոկել են որոշ տեղամասային կենտրոններում հրաժարվել են անգամ կապարակնքեն։ Հիմա քաղաքացիակ այս սևազգեստ տղամարդը քաղաքացիական պայմանագրի վստահված անձն է։ Խնդրեմ։ Անընդհատ տեսեք։ Գալիս է քաղաքացիները քվեարկում են, վերևից պարբերաբար ընտրողներին վերահսկում է եւ ուղղորդում է։ Օրինակ, սա նորմալ է։ Տեղում վստահված անձիկ չեն փորձել միջամտել հանձնաժողովի։ Շատ դեպքեր, տեսեք, սա դեռ էս պատկերը բազմաթիվ միջամտությունների, կանխարգելումների արդյունք է, բայց զուգահեռաբար էլ բազմաթիվ դեպքեր, օրինակ տեսակ, հանձնաժողովականին վստահված անձին մեր քաղաքական ուժի, ով ակտիվ ու իրավագիտակից է, մի հատ նկատառում արել, որ խախտում կանխարգելի, դրսում ծեծել են հաջորդիվ։ Դուք պատկերացնում եք ինչ միջավայրամարզերում եղել։ Խնդրեմ։ Էլի եկել են, սա դուք գիտեք, վարչական իրավախախտումների օրենսգրքով արգելված է շարունակական ներկայությունը, որովհետև դրանք ճնշումներ, ուղղորդումներ են, 50 մետր շառավղով ներկա գտնելու իրավունք չունեն։ Ոչ միայն մեքենաներով մարդիկ են, այլև ունենք կոնկրետ Վայոց ձորի դրվագը, երբ որ հենց հանձնաժողովի անդամներ, կրկին թեկնածուն իր ընկերներով միջավայրով ներկա էր գտնվում։ Այստեղ էլի գյուղապետն է եւ սա այդ հայտնի դրվագն է, տեսեք։ Խնդրեմ։ Հանձնաժողովի նախագահան քվեատուփը վերցնում է, ահա, ու տարավ դրեց տեսախցիկի հետևը, թե ինչ է լինում հետո շատ հուզիչ է, ոչ ոք չգիտի։ Ներեք, խնդրեմ, Այստեղ էլի երկարաժամկետ քվեարկության դեպք է ու քաղաքացու կողմից ձայնը չի ակտիվանում նկարելու դրվագը։ Համարը ավարտում ենք, հարգելիները։ Խնդրեմ, կապարակնքված չի։ Տեսեք, այստեղ պետքա կապարակնիկ լինի ու մի շարք ընտրատեղամասեր կան, որտեղ կապարակնքված չեն։ Իսկ չկապարակնքումը բնականաբար ընթացքում մի րոպե անուշադրությամբ այն մի հանձնաժողովականը տեսակ ավելի օպտիմալ գտնվեց ու ընդհանրապես տարավ տեսախցիկի հետևը տեղադրեց, որպեսզի խնդիր չունենա միջամտությունների։ Հա, չեն կողմնորոշվել էլի ոնց խախտում անեն։ Սա մեր գործընկերուհու տեսանյութն է, էլի զինվորականին տեսեք ոնց են ուղղորդում, հերիք չի զինվորականներին բերել են, այո, փոխարենը մի հատ էլ դուլ չի տալի, տեղադրում է քվեաթերթիկը։ Կրկին կապարակը, տեսեք, այստեղ քաղաքացին դուրս է գալիս, ակնհայտորեն պայուսակի մեջ երևում է քվեաթերթիկը, հետը դուրս բերելուց։ Ահա։ Այս իմ ֆայլն բացել եմ այնուամենայնիվ տեսեք էլի, սա մեր կազմած ֆայլն է, որտեղ խնդրեմ մեծացնեմ, տեսեք 300,000 այսպես անեմ, ահա, հիմա տեսնում եք մեկ հասցեի վրա, մեկ կոնկրետ հասցեի վրա հաշվառված անձանց քանակը 216 205, խնդրեմ, ու այսպես գնում է, ամեն տեսեք, կենտրոն, Գյումրի, համապետական, այո, խնդրեմ, այսպես շարունակ, ես եթե կարիք լինի մեծ սիրով այս նյութը կտրամադրեմ, սա էլի շատ տարածված տեսանյութ էր, ահա, խնդրեմ, ես ձեզ տեղեկացրի թվեր ներկայացնենք, հա, անդադ իշխող ուժի ներկայացուցիչները վերջին օրերին շրջանառում են իրենց ձայների մասին, հիմա